Ինչ ասեմ, Տիկին Կիրոյան, փորձենք ուղղվել։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնում Սիսական ջոկատի հրամանատար, Պահեստազորի գնդապետ, Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ, Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Աշոտ Հրանտի Մինասյանի խոսքը։ Խոսքս ուղղում եմ այն տիրադավ սրբազաններին, ովքեր խռովություն են բարձրացրել հայ առաքելական եկեղեցու դեմ, միանալով հայրենադավ իշխանությանը։ Ես ուզում եմ ներկայացնել այն տարբերությունները, որ ունենք ես եւ դուք այս կարճ անցավոր կյանքում, այս դրախտային հայոց աշխարհի վրա։ Ես հավատացյալ եմ, հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակ։ Ասեմ, ես ավելի շատ եմ կարդացել Աստվածաշունչ, քան ձեզանից յուրաքանչյուրը։ Ես ավելի շատ եմ սաղմոսներ կարդում, քան ձեզանից յուրաքանչյուրը։ Ես ավելի շատ եմ աղոթում Աստծուն, քան ձեզանից յուրաքանչյուրը։ Ես ավելի շատ եմ շարականներ երգում, քան ձեզանից յուրաքանչյուրը։ Ես պատերազմի խրամատ չեմ լքել, իսկ դուք լքել եք հոգևոր խրամատը։ Ես զոհված եղբայրներիս եւ ընկերներիս եմ հուղարկավորել, իսկ դուք դարձել եք բենթլիատեր մեծահարուստներ։ Իմ հոգու մեջ մարմնիս վրա պատերազմի սպիներ են։ Ձեր մարմնի վրա կանացի մատնահետքեր են, իսկ հոգու մեջ սատանան։ 5 անգամ եղել եմ Սիսիանի Սուրբ Հովանես եկեղեցու խաչքավորը։ Արցախի եւ Հայաստանի տարբեր վայրերում իմ զոհված զինակից ընկերների հիշատակին տեղադրել եմ 38 խաչքար իմ բարերար ընկերների օգնությամբ։ Իսկ դուք? Անցել եմ արցախյան բոլոր պատերազմներով, զոհաբերել եղբայրներիս եւ միշտ պատրաստ եղել զոհվելու Արցախիս ու Հայաստանիս համար։ Դուք չգիտեմ։ Իմ 2 ավագ որդիներն ինձ հետ մասնակցել են քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին։ Արցախյան ոչ մի պատերազմի դուք չեք մասնակցել եւ ոչ էլ ձեր ապօրինի որդիները։ Ես ունեմ 36 պետական եւ կառավարական պարգև, մարտական խաչ շքանշանի կրկնակի ասպետ եմ։ Դուք ունեք 1 խաչ, որից ունեմ նաեւ ես ու ողջ հավատավոր ժողովուրդը, որին դուք չեք հավատում։ Ես երբեք դուրս չեմ եկել մեր եկեղեցու դեմ։ Մնացել եմ եկեղեցու պաշտպան, Սյունյաց հոգևոր թեմի ատենապետն եմ։ Դուք դուրս եք եկել մեր եկեղեցու դեմ, դավաճանել եք օտյալ վեհափառին ու միացել դավադիրներին։ Ես նստած եմ կալանավայրում իրական սրբազանների հետ։ Դուք վայելում եք կյանքը զեղության մեջ եւ ճոխ սեղան նստում դավաճանների հետ։ Անկամ բանտախցում իմ սեղանի գրքերն են Աստվածաշունչը եւ Նարեկը։ Եվ երբ վերլուծում եմ իմ ու ձեր տարբերությունները, պարզվում է, ես ավելի հայ հոգևորական եմ, քան ձեզնից յուրաքանչյուրը։ Ձեզ խորհուրդ եմ տալիս գնալ Տաթևի ձորում գտնվող Հարանց անապատ, ճգնելու եւ ապաշխարելու, մեղա գալու եւ աղոթելու։ Գուցե Աստված ձեզ ների, վեհափառնելների, ժողովուրդն էլ ների։ Եվ վերջում հավելեմ, որ Աշոտ Մինասյանը Արցախյան ազատամարտի կենթանի լեգենդներից է։ Մարդ մտավորական, մարդ արվեստագետ, մարդ ռազմական գործիչ եւ նրա կալանավորումը ուղղակի անթույլատրելի է։ Թադևոս Ավետիսյան